Քանի Ուեսթը մեղադրել է իր նախկին կնոջը Քիմ Քարդաշյանին և նրա ամբողջ ընտանիքին երեխաների վաճառքով, թրաֆիքինգով զբաղվելու մեջ։ Այս մասին գրում է India Today-ը։ Դուբայում ճանապարհի եզրին գտել են ուկրաինացի 20-ամյա մոդել Մարիա Կովալչուկին ձեռքերը, ոտքերը և ողնաշարը ամբողջությամբ կոտրված։ Աղջիկը ավելի քան մեկ շաբաթ անհետ կորած էր համարվում։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Ռուսաստանի վետերաններ հասարակական կազմակերպությունը պահանջում է, որ թուրքական սերիալների հեռարձակումը դադարեցվի։ Այս մասին գրում է Գազետան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել իր սեղանի վրա գտնվող կարմիր կոճակը։ Այս մասին գրում է The Economic Times-ը։ ԱՄՆ-ում սկսվել է ձվի ճգնաժամ։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Լևիթը հայտնել է, որ Բայդենի վարչակազմը մինչ Թրամփի երթմնակալությունը սպանել է շուրջ 8 միլիոն հավ, ինչն էլ առաջացրել է ձվերի գնաճ և մատակարարման լուրջ խնդիրներ։ Այս մասին գրում է Անադոլուն։ Ռուսաստանում առաջարկ է արվել արգելել երեխաներին չիփս վաճառել։ Այս մասին գրում է Լենտան։ Քանի Ուեսթը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ շատ տխուր ու միայնակ է և ոչ ոք չի կարող իրեն օգնել։ Այս մասին գրում է The Mirror-ը։ ԱՄՆ-ում դժգոհություն է հասունանում Իլոն Մասկի դեմ։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Նորվեգացի մի տղամարդ իր անունն է գրել ChatGPT-ում և զարմանքով իմացել, որ chatbot-ը իրեն սխալմամբ ներկայացրել է որպես մարդասպան, ով իբր սպանել է իր երկու երեխաներին և դատապարտվել 21 տարվա ազատազրկման։ Այս մասին գրում է BBC-ն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ հրադադարի շուրջ բանակցություններում ամենադժվարը լինելու է տարածքների հարցը։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Չինաստանում մահապատժի են ենթարկել Կանադայի 4 քաղաքացու թմրանյութերի ապօրինի փոխադրման մեղադրանքով։ Այս մասին գրում է BBC-ն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի ապօրինի կերպով Ռուսաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիները պետք է լքեն երկիրը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը, կամ որ իրականացնեն իրենց իրավական կարգավիճակը։ Այս մասին գրում է RIAN։ Բիրմինգհեմում Անգլիայի երկրորդ խոշոր քաղաքում սկսվել է իրական աղբի ճգնաժամ։ Այս մասին գրում է BBC-ն։ Լոնդոնի խոշորագույն օդանավակայանը Հիթրոուն ժամանակավորապես փակվել է էլեկտրական ենթակայանում առաջացած հրդեհի պատճառով։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Ամերիկացի տիեզերագնաց Սունիտա Ուիլյամսը, ով պետք է միայն 8 օր անցկացներ միջազգային տիեզերակայանում, այնտեղ է մնացել մոտ 9 ամիս, վերադարձի համար նախատեսված թռչող սարքի խափանման պատճառով։ Այս մասին գրում է Times of India-ն։